Կարևոր է նրանով, որ հասարակության հետ եւ հասարակության կարծիքի հետ հաշվի նստելու առաջի փորձերից մեկն է։ Շատ լավ է, որ դեռ շենքը չի քանդվել, շատ լավ է, որ այդ քննարկումները սկսում են, երբ որ դեռ շենքը կա, եւ հնարավոր է, որ գա մի ընդհանուր հայտարարի եւ տեխնիկական լուծումներով, որտեղ բոլորի շահերը պահպանված լինեն, առաջի հերթին շենքի շահերը, եւ կտեսնեն հնարավորությունները այդ շենքը ինչ ռեսուրս ունի, որ նա կարողանա իր երկրորդ կյանքը ապրի։ Մենք գիտենք, որ շենքը կապրի, եթե այն շահագործվի, այսինքն պահպանման միակ տարբերակը դա է, դուք ինչ ուզում եք շենքը այդ վիճակի է հասել, որովհետեւ երկար տարիներ նա գտնվել է ոչ adekvat պայմաններում։ Դրա համար էլ մեր քաղաքի համարյա մեծ մասի շենքերը այս 20 տարիների, այդ 30 տարիների ընթացքում կորցեցին իրենց ռեսուրսները։ Հիմա պետք է աշխատել, որ շենք առ շենք նրանք ամրացվի, պահվի նրանք, եթե պետք է նոր ադապտացիայի խնդիրներ լուծել, նոր ադապտացիան խնդիրներ լուծել եւ վերջին հաշվով վերադարձնել հասարակությանը այն շենքերին ինքը ինչ որ համարվում է իր համար թանկ։ Այ հենց Զվարթնոցի ճարտարապետական նշանակությունից մի փոքր խոսեք, ուղղակի հիշեցնելու համար, թե ինչ կարող ենք կորցնել։ Զվարթնոց օդանավականը մի տեսակ այն ժամանակի որ կառուցվում էր, դա իհարկե մեծ գրավեց իր բոլորի ուշադրությունը, նա նաև սովետական ավանգարդի կարևորագույն մասնիկներից էր, հիմա էլ է դա համարվում եւ վերջերս կայացած Վիեննայում, ինչպես ասեց Արեշատյան Ռուբիկը, Վիեննայում կայացած ցուցահանդեսը եւ Ստամբուլի ցուցահանդեսը, որոնք մտահոգված էին սովետական մոդեռնիզմի վիճակով, շենքերի վիճակով, թույլ է տալիս ասելու, որ կան շենքեր, որոնք կարող է մտած չլինեն հուշարձանների պահպանման ցանկերում, բայց որոնց անհրաժեշտ է պահպանել, որոնք դրանք մի ժամանակաշրջան են, եւ եթե մենք կորցնենք այդ ժամանակաշրջանի շենքերը, դուրս է գալիս, որ մենք այդ ժամանակաշրջանը ընդհանրապես անցել ենք նրա կողքով։ Ճիշտ եք ասում, իհարկե բոլոր տեսանկյուններից հարկավորանալ, նաեւ մի ուրիշ տեսանկյունից, որը վերաբերվում է մեր ճարտարապետական հարստությանը, ոչ օդանավակայանի հետ կապ ունի դա, ոչ մեր հետ, ոչ կոնցեսիոների հետ, դա փաստ է, գոյություն ունի արժեք, այդպիսի արժեքներ կան բազմաթիվ Հայաստանում, աշխարհում նույնպես, օրինակ արժեք կա, ասենք մարգաճարը միասնի, չէ, կա հաղթամարը Թուրքիայում, կա Կոլիզեյը Հռոմում եւ այլն, ուրեմն բնականաբար Կոլիզեյը ոչ մի եկամուտ չի բերում այնքան, ինչքան ծախսապահանջում նրան պահպանելու համար։ Մարգաճարը օրինակներ են բերում ուղղակի։ Հսկայական ծախսեր է պետք է մահանել 10 միլիոնից հավատացնանձես ավելի, որպեսզի նա չփրկվի ուղղակի։ Այսինքն ասելս նա է, որ հարկավոր է այս հարցին մոտենալ արժեք պահպանելու տեսանկյունից եւ բոլորովին ոչ մի նշանակություն չունի, թե ինչքան գումար է հարկավոր, որպեսզի մի որևէ արժեք պահպանես։ Եթե այդ արժեքը ուզում ես պահպանել, կպահպանես։ Եթե չես ուզում, իհարկե կարելի է քանդել։ Ես ուզում եմ դրանով ասել, որ ֆիզիկական վիճակը որևէ հուշարձանի բոլորովին պատրվակ չի նրան քանդելու համար։ Մենք պարտավոր ենք նրա ֆիզիկական վիճակը նկատի ունենալով, որևէ հուշարձանի ֆիզիկական վիճակը նրան անվտանգ դարձնել, պահպանել։ Դա է մեր պարտականությունը։ Եվ այդ պարտականությունը վերաբերվում է բոլորին, ովքեր գործում են մեր հանրապետությունում, անկախ նրանից, որ երկրի քաղաքացի են, որտեղից են գումար բերում, ինչքան են բերում եւ այլն։ Գումարները բերում են, մենք շատ շնորհակալ ենք, որ բերում են, բայց այդ գումարի հետ պետք է նաև բերեն այն մոտեցումը մեր հուշարձաններին, մեր հարստությանը, մեր գրականությանը, մեր արվեստին, մեր թատրոնին, մեր կինոյին եւ այլն, երաժշտությանը, որը ստեղծվել է առանց այդ կոնցեսիոներների եւ փառք Աստծո այսօր բավական բարձր տեղագրավում համաշխարհային մշակույթի պատմության։ Վթարային վիճակը շատ հասկանալի է,
եւ մասնագետներ կան, որոնք ըստ երևույթին ուսումնասիրել են, գիտեն վթարայության աստիճանը։ Համար մենք միգուցե դրանց կարծիքը պետք է իմանալից կողմից, բայց որպես մասնագետ դրանցից մեկը, ասենք դեռ վաղը փլվելու վտանգ չկա։ Միանշանակ չկա։ Այսինքն դա դեռ կարա այդ վիճակում նա երկար տարիներ եւ ոչինչ չփլվի այդտեղ, բայց իհարկե կամաց կգնա դեպի վատ։ Այսինքն նրան որ առաջ վերականգնելը եւ արդիականացնելը լավ բան է, բայց դրա համար պետք է ունենալ ծրագիր մի հաստատ ունեմ կատարում, ասենք թե դուք ասում եք այսօր 12 միլիոն պետք է ծախսվի, որ նրանք վերակառուցվի, կապ չեմ անում, պահպանվի եւ այլն եւ այլն։ Եթե 5 տարի հետո բավարարի տերմինալը, նոր տերմինալ կառուցել ինչքան է նստել։ Երևի 10-նապատիկ անգամ։ Աշխատանքների խնդիր է։ Նու այս տերմինալը, որը կառուցվել է ինչ է։ Այս նոր 27 միլիոն դոլար 160 միլիոնի 160 միլիոն, այսինքն մի հատ էլ 160 միլիոն պետք է ծախսվի։ Ուրեմն 12 միլիոնը եւ տարեկան 2 միլիոնը պահպանել սա, հետո 30 միլիոն է ծախսելով սա մոդեռնիզացնելը, դու սա կարելի որ շատ ավելի շահավետ է։